Լսում եմ Գարիկ։ Ինչ վիճակ է այդտեղ։ Բոլորը ստեն, բացի Միլոյից ու Մալխասից։ Բայց մինչև հիմա ոչ մի պատրաստություն չեն տեսել։ Դաժե կուխնյան մինչև հիմա զակաց չի ստացել։ Իսկ ներկաները ինչ են խոսում, չի հաջողվել լսել։ Մի պահ լսում է իրանք էլ ոնց որ ուշի բանից կուրսի չեն։ Սպասում են Միլոյին։ Լավ, կապի մեջ եղի իմ հետ, եթե որևէ փոփոխություն լինի։ Անպայման։ Այս ամեն ինչը ձեզ կասկածելը չի թվում, տղերք։ Ինչ է երեմ։ Ես տարօրինակ լռությունը կարող։ Կամ են, որ միջև հիմա սեղանները պատրաստ չեն։ Չնայած կես ժամից հանդիպումը պիտի տեղի ունենա։ Ու ամենակարևորը, որ Միրոնը ու Մալխասը միջև հիմա չկա։ Հիմա կգան։ Մի անհանգստաց, երեմ ջան։ Դու ես մի հանգստացրու, կարո։ Ես 100 կիլոմետրից զգում եմ, երբ մի բան են չի։ Ես կես ժամ փորձում եմ կապնվել Մալխասի կամ Միրոյի հետ, չի ստացվում։ Այ ձեր ցավը տանում։ Չեղած տեղից խեք թեմաստել։ Հեսա որ վրա կհասնեն այդ մարդի։ Մի քիչ ամպեր եք էլի։ Ես կարողա դու ինչ-որ բան գիտես, կարող որ մեզ չես ասում։ Օրինակ ինչ, կամո։ Ես ինչ գիտեմ ինչ։ Օրինակ են, որ կարող է Միրոյի խելքին փչել այլ ինչ-որ բան հնարի, առանց մեզ տեղյակ պահելու։ Կամ կարող է մենակ գնացել հովոյին հանդիպի, որ ինչ-որ գաղտնի հարցերից պայմանավորվեն։ Չէ, կամո, տենց բան չկա, գոնե ես տեղյակ կլնեի այդ մասը։ Լսում եմ ձեզ։ Այս ինչի միջև հիմա սեղանները պատրաստ չեն։ Մենք մինչև հիմա պատվեր չենք ստացել սեղանները պատրաստելու համար։ Որ պատվեր չեք ստացել, բա ինչի մեզանից բացի ուրիշ մարդ չկա ռեստորանում։ Չեմ կարող կոնկրետ պատասխանել ձեր հարցին։ Մեզ միայն տեղեկացրել են, որ ռեստորանը փակել են ինչ-որ միջոցառում անցկացնելու համար։ Բայց դեռ մինչև հիմա ոչ մի պատվեր չենք ստացել։ Լավ գնա։ Ասում եմ, չես թե մի բան են չի։ Պետք է գնալ ստեղից, քանի գլխներից մի հատ քյալլակ չեն բերել։ Սպասեք մի հատ Միրոյին զանգեմ։ Անհասանելի է։ Մի 10-15 րոպե սպասենք։ Ու եթե ոչ մի փոփոխություն չեղավ, գնանք ստեղից։ Ես համաձայն եմ։ Հա։ Նա, տեսակ տղերք։ Դուք էլ ասում եք սենշին հենց է։ Հա, սեղանները հեսա գցում են։ Միրոն էլ ուր որ է կգա կհասնի։ Ճամփին ահովո ջան, ես աուր որը կգա կհասնի։ Ես ինչ մոմենտ։ Ռաֆո Ես ինչ մոմենտներ է, կարո։ Աբարջև Գոքոր ջան, հեսա գնամ իմանամ կամա։ Դու մի գնա մնաստե։ Ես հոսան կխի գնաց արա։ Մեզ մոտ վթարա տնօրենը խնդրեց ձեզ փոխանցեմ, որ ձեր միջոցառումը այսօր չի կարող տեղի ունենալ։ Հələ տնօրենից թե կան չի։ Արդեն դուրս է եկել։ Ներողություն։ Այս ամեն ինչին դուրը չի գալի, ով ոստեղից գնել է պետք։ Այսօր ես Միրոն։ Գներես հովո ջան, որ ուշացա։ Պրոստը տունը պարկած սիստեմա եմ ընդունում, դրա համար մի քիչ զաջերժ կա եղա։ Բայց հիմա էլ արդեն ձեզ էի մոտենում, մեկ էլ ռեստորանի դիրեկտորը զանգեց, թե ինչ-որ վթար ա եղել ու չեն կարող հանդիպումը անցկացնենք։ Ինչ ես առաջարկում։ Հանդիպումը հետաձգենք։ Չէ, հովո ջան։ Մենք շատ երկար ենք աշխատել այսօրվա համար ու չեն կարա թույլ տանք, որ ինչ-որ փոքր միջադեպ մեր պլանները խափանի։ Ես արդեն զանգեց զգուշացրել եմ, որ իմ ընկերոջ ռեստորանում անցնի հանդիպումը, եթե դու իհարկե դեմ չես։ Չէ, դեմ չեմ։ Հա, գիտեմ այդ տեղը։ Հիմա կգանք։ Մերսի հովո ջան, որ մտար դրությանս մեջ։ Ես հիմա կկարգադրեմ, որ զանգեմ բոլորին զգուշացնեմ։ Լավ։ Գնացինք։ Գոքոր Գարիկին տեղակայել, որ Միրոն փոխել է հանդիպման վայրը։
Ուշադիր տղեկին հետևի, որ մի հատ պրոբլեմ չլինի։ Հակային չունի շրջան։ Բարև Մալխաս։ Բարև Միրոջ ջան։ Ամեն ինչ պատրաստ է։ Հա Միրոջ ջան, ամեն ինչ իմ հսկողության տակ է։ Ու եթե ով որոշել է այսօր մեզ են աշխարհ ուղարկի, իր մոտ հաստատ ոչ մի բան չի ստացվի։ Ավելի շուտ մենք այդ բանը կանենք, քանի կգահացնենք։ Հուսանք, որ ամեն ինչ կանցնի մեր պայմանավորվածության ու հովոն թոշակի կգնա ոնց որ խոստացել էր։ Միրոջ ջան, դրան իհարկե մի քիչ դժվար է հավատալ։ Բայց այս ամեն ինչը թող խաղաղությամբ լուծվի։ Մեզ հիմա կռիվ պետք չի։ Արի մտնենք ներս, ուզում եմ սաղի մաչքով տենալ։ Արի Միրոջ։